Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 25 հոկտեմբերի օրը շաբաթ, բարի երեկո։ Վարդենիսկ քաղաքում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ակտիվությունը շարունակվում են նախորդ տարիներից այս տարի տեղափոխված եւ 2025-ին հաստատված սուբվենցիոն ծրագրերը։ Վարդենիսկ քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրով։ Այն քաղաքի ամենաերթևեկելի ու խիտ բնակեցված փողոցներից մեկն է եւ տասնամյակներ շարունակ չի հիմնանորոգվել։ Փողոցը ամբողջ երկարությամբ ասֆալտապատվում է, փողոցի երկարությունը մոտավորապես 1800 մետր, ճանապարհը շուրջ 20 տարի բացարձակապես չէր վերանորոգել, ուղղակի մասնակի փոսալցման աշխատանքներ են իրականացվել, փողոցը գտնվում էր անմխիթար վիճակում, հիմա մենք շուտով երևի մի 10-15 օրով ամբողջովին կավարտենք Վիկտոր Համբարձումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, կունենանք շատ լավ կահավորված, գծանշված, ասֆալտապատված, ջրահեռացումը ապահովված փողոց։ Փողոցի շինարարության պայմանագրային արժեքը շուրջ 303 միլիոն դրամ է, որը հավասար մասնաբաժնով հատկացրել են կառավարությունն ու համայնքը։ Ծրագիրը ներառում է նաև մայթերի եւ ջրահեռացման համակարգի կառուցում։ Այս պահին հարթեցնող աշխատանքներն են կատարում, արդեն կիլոմետրի կես կատարել ենք, 500 մետրը բանամանավոր որ հարթեցնող ավարտենք, որից հետո անցնենք վերին շերտին։ Վաքերը շարված ավարտված է, բորձուրները լրիվ ավարտված են, մայթերը լրիվ պատրաստ է, հետո մայթերն են ասֆալտապատում։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Վարդենիսում ասֆալտապատվել է եւս 3 փողոց, ընդհանուր 975 գծամետր երկարությամբ։ Կառավարություն համայնք գործակցությամբ եւ ֆինանսական միջոցների հավասար ներդրումով իրականացված ծրագիրն արժեցել է 137 միլիոն 400 հազար դրամ։ Այսպիսով Վարդենիսկ քաղաքում գրեթե ամբողջությամբ ավարտվում է գլխավոր փողոցների ասֆալտապատումը, իսկ հաջորդ տարվա ծրագրերով ձեռնամուխ կլինեն երկրորդային փողոցների հիմնանորոգմանն ու բարեկարգմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Վարդենիսում ենթակառուցվածքների արդիականացման եւ բարեկարգման ծրագրերը ներառում են նաեւ բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքները։ Այս տարի թվով 10 բակեր ասֆալտապատ ու ընդարձակ տեսքով կհանձնվեն բնակիչներին։ Վարդենիսկ քաղաքի երիտասարդության 6 հասցեի բնակիչները դեռ 3 ամիս առաջ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց բակը բարեկարգ կլինի, երեխաները խաղալու ընդարձակ տարածք կունենան։ Շինարարի երես երբևէ չտեսած բակն այս տեսքն ունի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրով։ Ես բակի բնակիչ եմ, դե կար ժեշտից տնագներ, ամպիտանացու, հաճույք էր պատճառում, ներկայությամբ մի քանդվավ, վերացավ, ասֆալտապատումը կատարվավ, հիանալի աշխատանքներ կատարեցին, երեխեքները ազին մի կերպ նեղ անկյուններով ստեյս վազում են, դե իմի լայն մեծ բակ է, մեքենաները իրանց տեղերը կայնում են։ Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագիրն ընդգրկում է 10 բազմաբնակարանների բակերի բարեկարգում, 78 միլիոն դրամ արժեքով շինաշխատանքները 4 բակում արդեն ավարտվել են, 6-ում դեռ ընթացքի մեջ են։ Կոնկրետ այս 6 բակերի ընդհանուր արժեքը կազմում է 85 միլիոն 764 հազար դրամ, որից 50% ներդրումը իրականացնում է Հայաստանյան կառավարությունը, 50% համայնքի մասնաբաժինն է։ Եթե այս տեմպերով շարունակենք, 1-2 տարվա ընթացքում Վարդենիսկ քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի բակերը կասֆալտապատվեն, ունենք թվով 43 բազմաբնակարան շենք Վարդենիսկ քաղաքում։ Բակերի բարեկարգումը սկսել են կոյագծերի փոխարինման եւ թարմացման աշխատանքներով, որպեսզի հետագայում ասֆալտը քանդելու անհրաժեշտություն չլինի։ Շինաշխատանքների ընթացքում ապա մոնտաժվում են նաև ապուրինի ավտոտնակներն ու օժանդակ կառույցները։ Հենց դրա հաշվին են ընդարձակվում բակային տարածքները։ Այս պահին կոնկրետ որ գտնվում ենք այս Ազգադյան փողոցի բազմաբնակարան շենքի բակում, թվով 7-ից 8 ապուրինի ավտոտնակներ են ապամոնտաժվել, տարածքը ազատվել է, կառուցվում է նաև խաղահրապարակ, երեխաների, մեր երիտասարդների նաև զբաղվածության կենտրոններ են լինելու։ Շինարարության ընթացքը նորմալ է, ժամկետների հետ կապված, որակի հետ կապված խնդիր չունենք։ Շինարարության մոտ 70%-ը վերջացրել ենք, մի մնացել է 2 շենքին, հողային աշխատանքներ են կատարում, քիչ նախապատրաստական շերտով, մի 20 օրից վերջացնելու ենք ասֆալտապատումով։ Բարեկարգվող բակերի բնակիչներն անհամբերությամբ սպասում են շինաշխատանքների ավարտին։ Վերջապես ազատվելու են փոշուց, ջրափոսերից, ունենալու են զբոսանքի, խաղերի ու հանգստի համար ընդարձակ տարածք։
ստե շարժ չէր ելնում։ Երեխեքը չէին կարող միշտ էին խաղային։ Հիմի այս կողքի շենքերը որ արել են, չէ, այնց հաճույք է, այնց լավ է։ Սպասում ենք, որ մեր տարածքն էլ մաքրվի, ասֆալտապատվի, խաղա հրապարակով, ամեն ինչով։ Այս շենքում եմ ապրում, այս շենքը առաջ սա գարաժ էին սարքած, երեխաներին խաղալու տեղ չկար։ Իսկ հիմա շատ լավ է, քանդում են, խաղալ հրապարակ են սարքում, երեխաները խաղան, էլ չեն գնա ուրիշ տեղ։ Մենք մեր հայաթում մեր աչքի առաջ մեր երեխաները խաղան։ Շինարարները խոստանում են, բարեկարգվող 6 բակերը բնակիչներին կհանձնեն հոկտեմբերի վերջին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ հաճելի հանգստյան օր։ Նոր գրքի ծնունդը Սարուխանի մշակույթի տանն է համախմբել գրականության մարդկանց, ընթերցողներին, գրքի հեղինակի բարեկամներին եւ հարազատներին։ Ընթերցողի սեղանին է Արփի Վրշիկյան Միհրանյանի Լույս ճանապարհի բանաստեղծական ժողովածուն։ Գրքի շնորհանդեսին ներկա են Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Չարենցագետ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը։ Շնորհանդեսին հնչում են Արփիի ստեղծագործությունները, բանախոսություններով հանդես են գալիս հյուրերը, տոնական տրամադրությունն ամբողջացնում են պարային եւ երաժշտական կատարումները։ Արփին սևով սպիտակի վրա հանձնել է հանրության դատին իր խոհերն ու մտածումները եւ իր ներսի հուզական աշխարհը բացել բոլորիս առջև, ցույց տալով վեհություն այն մարդկանց, ովքեր հանուն հավատքի, հանուն հայրենիքի նվիրաբերեցին իրենց կյանքերը, իրենց անունները անմահացնելով ու ոսկի տառերով գրելով պատմության գրքերում եւ բոլորի սրտերում։ Արտանում եմ, որ մեր Աշճկնաղ երկրում, աշճկնաղ ողի վրա մեր հարազատ գյուղում շարունակ պահպանվում եւ շարունակվում է մեր ժողովրդի լավագույն ավանդույթները։ Եվ կոնկրետ այս բնակավարում, այսինքն լրատվության, գրականության, արվեստի ուղղությամբ շատ ուրախալի է, որ արդեն մենք երիտասարդներ, որոնք շարունակում են մեր մեծերի բարի գործը։ Այսօր ունես գրականագետ Չարենցագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի եւ բանաստեղծ Վարուժան Ղազանչյանի ներկայությունը, ինչը քեզ համար ոչ միայն պատվաբեր է, այլև նույնքան էլ պարտավորեցնող։ Կանցնեն տարիներ եւ մի օր, երբ շատ ավելի ծանրակշիռ ասելիքով, գրքերով ծանրաբեռն կներկայանաս հաշվետվության, բարի հիշիր այսօրն ու առաջին գրքի շնորհանդեսի մասնակիցներին։ Եվ միշտ մտապահիր, մեր նախնիները լեզուն եւ հավատը դիտեցին այն երկու հզորությունները, որոնց վրա արդեն 1600 տարի ձգտում ենք կառուցել հայոց մեծ տունը։ Ով է ասել, թե գեղեցիկը շուրթի գիծն է, կամ աչքի փայլը լուսանկարի մեջ։ Գեղեցիկ է նա, ով տեսնում է սրտով, ով լուրության մեջ սեր է խոսում, առանց լեզվի։ Այսպես մեծ դահլիճ, այսպես լի դահլիճ առաջին գրքի շնորհանդեսի համար մեծ ճոխություն է եւ հպարտություն։ Ես շնորհավորում եմ իրեն, գիրքը գիրք, դեռ երիտասարդ է եւ ճանապարհը արժևում է։ Իհարկե խորհուրդ չի ընդունում ապագայի երգը Կասեր Չարենցը, բայց ընդհանրապես երկու նախադասություն եմ այս կապակցությամբ ուզում ասել։ Կուզեի, որ ավելի խորանար, ավելի թանձրանար իր բանաստեղծական շունչը, իր ասելիքը եւ դրա համար որպես դասագիրք երկու հեղինակի անուն պիտի տամ։ Անպայման շատ լավ կարդացեք Վահան Տերյան եւ Եղիշե Չարենց։ Ասեմ, որ ապագան երիտասարդներին է, բայց երիտասարդները պետք է, ինչպես իմ ընկերը Դավիթ Գասպարյանն ասաց, պիտի անպայման կարդան, ուսումնասիրեն, լավ կարդան։ Մեր դասականներին հատկապես։ Առաջարկում եմ Արփիին, որ կարիքի դեպքում Արփի ջան, դու միշտ կարող ես ինձ դիմել, ես իմ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ քեզ օգտակար լինել։ Սա պարզապես միջոցառում չէ, այլ հանդիպում խոսքի, հիշողության եւ սրտի միջև։ Այս գեղեցիկ օրը ծնվել է Արփիի սրտից, նրա ներքին պարտքից ու սիրուց դեպի հայրենի հողն ու մարդիկ։
Արփի յուրաքանչյուր տող ծնվում է լռությունից, բայց հնչում է ավելի բարձր, քան խոսքը։ Լույս ճանապարհին գիրքը յուրօրինակ արտացոլումն է հայրենասիրության, մարդասիրության, ծնողապաշտության եւ ազնիվ զգացմունքների, որոնք հնչում են մաքուր եւ անկեղծ հոգու խորքից։ Յուրաքանչյուր էջում զգացվում է նվիրում, սեր եւ հոգատարություն, որոնք ոգևորում, արժևորում եւ մեծ ուժ են փոխանցում ընթերցողին։ Պարզապես շնորհակալ եմ ձեր ջերմ ներկայության համար։ Անկեղծ ասած, այսօր առավոտից եւ այս պահին էլ մի փոքր հուզված եմ, բայց ձեր ոգեշնչող ներկայությունը գոտեպնդեց ինձ եւ թույլ տվեց ներկայանալու ձեր առջև յուրօրինակ հաշվետվությամբ։ Հասկանում եմ, որ դեռ ժամանակ է պետք ամբողջական կերպով ներկայացնելու իմ մտքերն ու աշխատանքը, բայց ինչպես մի առիթով մեր հանդիպումների ժամանակ ասաց պարոն Նիկողոսյանը, մարդը առաջին հերթում պետք է նրանա իր ծննդավայրում, ներկայացնի իր ներաշխարհը իր հայրենակիցներին եւ միայն այնուհետեւ առաջ գնա նրանց քաջալերությամբ ամրացած։ Լույսի շունչն իր հողի դեմքն է շոյել, թարմ առավոտի պես սուրբ փնորի։ Ծառերն են կանգնած, չոր սպիտակած, բայց արմատներում լույսն է մնում միշտ։ Քամին հեծեծում է անցածից թարած ու լեռներն են պահում մեզ ամուր ու ճիշտ։ Լույս ճանապարհի ժողովածուն իր ուղին մեկնարկում է գինեձոնով, որ կատարում է Տիգրան Նիկողոսյանը։